Կառավարությունը 2026 թվականի բյուջեից կհատկացնի ավելի քան 1 միլիարդ 634 միլիոն դրամ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար։ Խոսքը 2022-ից 25 թվականներին հաստատված եւ դեռևս ընթացքի մեջ գտնվող ճանապարհների, ջրագծերի, մանկապարտեզների, մշակութային եւ համայնքային այլ կառույցների կառուցման ու վերանորոգման աշխատանքների մասին է։ Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր։ Ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ Արագածոտնի մարզ 1 ծրագիր, Արարատի մարզ 3 ծրագիր, Արմավիրի մարզ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ 2 ծրագիր, Կոտայքի մարզ 3 ծրագիր, Տավուշի մարզ 3 ծրագիր։ Միաժամանակ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կցանկանամ նշել, որ այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 միլիարդ 35 միլիոն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենան 2026 թվականի պետական բյուջեից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձ կատարեց էներգոարդյունավետության ծրագրի արդյունավետությանն ու դրա անհրաժեշտությանը։ Այս ծրագրից բնակիչների արձագանքը շատ դրական է, որովհետև գործնականում մարդիկ տեսնում են կոմունալ ծախսերի էական կրճատում։ Ես հիմա ճիշտ է, չեմ կարող ասել, մենք շրջակա միջավայրի նախարարությունում էր ծրագիրը, ճիշտ եմ հիշում, չէ՞։ Այդ ծրագիրը էներգոարդյունավետության ծրագիր ունեցել ենք, ավարտվել է, պարոն վարչապետ։ Դե ես հենց այդ եմ ասում, որ մեզ պետք է գտնել ձև շարունակել այդ ծրագիրը եւ ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, այս մասնավորապես բնակարանների էներգոարդյունավետության բարձրացումը էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է եւ հիմա ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, արդեն ես խնդիրը դրել եմ, ես եմ նայում, թե մենք միջգերատեսչական ինչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովի էներգետիկ այս տրանսֆորմացիան։ Այս ծրագրով ներդրված գումարը մենք ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, ասաց Փաշինյանն ու հավելեց. Պետք է նայենք հանրապետությունում մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն եւ մեր պլանն է նա, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգոարդյունավետության այս ծրագիրը իրականացնենք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում միայն նախորդ տարի պատմական մեծ չափի 60 միլիարդ դրամի համաֆինանսավորում են ունեցել։ Իսկ վարչապետը գործադիր անդամների ուշադրությունը հրավիրեց բնակավայրերում ստվերի կրճատման տեմպերին, որոնք արտահայտվում են ՀԴՄ կտրոնների կիրառմամբ։ X ժամանակում, եթե որևէ ձեռնարկություն դա վերաբերվում է եւ միկրոբիզնեսին եւ շրջանառության հարկով աշխատողին։ Տարվա մեջ օրինակ կնայենք 3 անգամ ՀԴՄ չթողարկելու համար բան եղավ, արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի ինքը պետքա զրկվի ընդհանրապես եւ միկրոբիզնեսի եւ շրջանառության հարկի ոլորտում աշխատելու։ Այսինքն պետքա միանգամից մտնի եւ 5 տարի պետքա արգելվի միայն ավելացված արժեքի հարկի համակարգով պետքա աշխատի։ Ես հասկանում եմ, որ կարա ոմանց համար սա նշանակի դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ Գործադիրը նախատեսում է նաև լրացուցիչ արտոնություններ տրամադրել ջերմատնային այն տնտեսություններին, որոնք վերջին շրջանում ֆինանսական դժվարությունների են բախվել Ռուսաստանի Դաշնություն արտահանման սահմանափակումների հետևանքով։ Նախագծով առաջարկվում է շահառուների համար վարկերի մարման ժամկետը երկարաձգել 6 ամսով, նաև տրամադրել լրացուցիչ 6 ամսյա արտոնյալ շրջան մայրգումարի եւ տոկոսների վճարման հետաձգմամբ։ Մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացված մոնիտորինգի արդյունքներով, եթե ջերմատունը կառուցվել է եւ 26 թվականի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրել, վաճառել է, վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով եւ սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայրգումարի եւ տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար։ Նիստում քննարկվեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց եւ 63-ից բարձր տարիքի քաղաքացիների զբաղվածության ապահովման նոր ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել այս խմբերի մրցունակությունն աշխատաշուկայում եւ խրախուսել գործատուներին նրանց աշխատանքի ընդունելու հարցում։ Ծրագրի շրջանակում գործատուներին
կփոխհատուցվի աշխատանքի ընդունված անձանց աշխատավարձից վճարված եկամտային հարկի մի մասը առաջին 6 ամիսների ընթացքում։ Առաջի 3 ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 25000 դրամը, 4-ից 6 ամիսների համար, այսինքն երբ որ կշարունակվի եւ ըստ էության ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը 100%-ի չափով եկամտային հարկի, բայց ոչ ավել 50000 դրամը։ Բացի այդ, եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն առնվազն 1 տարի, գործատուն կստանան նաև 100,000 դրամի միանվագ աջակցություն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։